նայելով այս հատվածը ինձ մոտ առաջացավ տպավորություն, որ մեր նախարարը կրթության տակ հասկանում է տեղեկատվության փոխանցում երեխաներին։ Ես ուղղակի կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ կրթության դերը ոչ այնքան տեղեկատվություն տալ է մատաղ սերնդին, այլ գիտելիք տալը եւ ինչ ավելի կարեւոր է դաստիարակելը։ Իսկ դաստիարակելը դա նշանակում է, եթե տվյալ պետությունում աշակերտը գալիս է դպրոց, դա ազգային դաստիարակությունն է։ Իսկ ազգային դաստիարակություն, ազգային տվյալ մայրենի լեզվից զատ ուղղակի անհնարին է, նման գյուտ ոչ ոք աշխարհում դեռ չի արել։ Միգուցե պարոն նախարարը այդ գյուտը ունի, այն ժամանակ թող ինքը մեզ հետ կիսվի, ոնց կարելի է այդ դաստիարակչական առաքելությունը կրթության իրականացնել։ Մեր կրթական համակարգը ընդհանրապես չի դիտարկում երեխայի դաստիարակությունը, ի ապացույց վկայում է այն փաստը, որ նախարարը բավականին մեծ վրդովմունքով խոսում էր այն բարքերի մասին, որոնք տիրում են մեր դպրոցում, դրամահավաքություն եւ այլն։ Այո, դա հենց հետևանք է այն բանի, պարոն նախարար, որ եւ դուք եւ ձեր նախորդ այդ պաշտոնի զբաղացողները ուղղակի տեսադաշտից դուրս են հանել դաստիարակչական առաքելությունը կրթության։ Ես նաեւ չեմ ասում, որ ընդհանրապես երբ խոսում են, որ մեզ մոտ կրթական համակարգը անկում է ապրում, մոռանում են ասել, որ գիտելիքի իմաստով է նաեւ անկում ապրում։ Իսկ տեղեկատվական մասով, որ ինքը մտահոգված է, որ եթե լինի անգլերենը հիմքում կամ ռուսերենը տեղեկատվությունը հեշտ կփոխանակվի, ապա երևի ինքը տեղյակ չէ, որ արդեն 15 տարուց ի վեր գոյություն ունի ինտերնետը եւ տեղեկատվական խնդիր ընդհանրապես 21-րդ դարում, ես շեշտում եմ 21-րդ դարում, ինքը սիրում է այդ արտահայտությունը, տեղեկատվական խնդիր ընդհանրապես չկա։ Ավելին, մեր հասարակության մեջ բացի ինտերնետից շատ լավ է աշխատում այսպես կոչված ոչ լարային փոստը, երբ մարդիկ ուղղակի իրար ինֆորմացիա տալով շատ արագ ինֆորմացիայի փոխանակում են անում եւ բոլորը գիտեն այս կամ այն պաշտոնյան ինչով է շնչում եւ այլն, այսինքն ազգաբնակչությունը շատ մեծ տեղեկատվություն ունի, հետեւաբար այստեղ անհասկանալի է ինքը որպես կրթության նախարար ինչ խնդիր է լուծում տեղեկատվական դաշտում, մի դաշտում, որտեղ խնդիր չկա, թե ինտերնետի մասով, թե մնացած մասով, հետեւաբար պետք է խոսալ երկու հարցերի շուրջ՝ գիտելիք եւ դաստիարակություն։ Դաստիարակությունը միանշանակ հիմքում պետք է լինի հայերենը, իսկ գիտելիքը դրա համար էլ ստեղծվում է կրթական համակարգը, որ դա մայրենի լեզվով տրվի աշակերտներին։ Հետևաբար ընդհանրապես ես կարող եմ ասել, որ նախարարը գոնե մինչ այս պահը զբաղվում է դասական սոփեստությամբ։ Ես վստահ չեմ, որ ինքը սոփեստությունը ուսումնասիրել է, բայց ինքը վառ օրինակն է իր փաստարկներով եւ այլն, դա սոփիստական մոտեցում է, որը ոչ մի կապ չունի ընդհանրապես առողջ բանավիճմանը, որը ինքը հորդորում է, որ իր հետ առողջ բանավիճեր տանեն։ Եթե մարդը որպես փաստարկ բերում է Չուկոտկայի շամաններին, նման մարդու հետ ոնց կարելի է ընդհանրապես գիտնականորեն հիմնավորված բանավեճ անցկացնել։ Շնորհակալություն, ընդհանրում եմ։ Ես ուզում եմ նկատել, որ նախարարը այս վերջի հատվածում ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել որոշակի ուրեմն պայմաններ, սահմանափակել ուրեմն սպասվելիք աշակերտների թիվը 2%-ով, տարիքային սահմանափակումներ մտցնել եւ այլն։ Դա վկայում է այն փաստը, որ նախ այդ ամենի մասին սկզբնապես չի մտածվել, այդ առաջինն է, իսկ երկրորդը դա վկայում է այն մասին, որ նախարարը արդեն նահանջում է։ Սա նահանջի բացահայտ դրսևորում է։ Բայց մենք պիտի գիտակցենք, որ իրենց նահանջը պիտի լինի մինչև վերջ, մինչև 0%, որովհետև մեր ազգը
այն բազմականակ ազգերից չէ, որ կարողանա շռայլորեն ուրեմն նվիրի իր անդամներին մնացած ազգերին։ Առանց այն էլ հայ ազգի, ծագումով հայ ազգի մարդիկ աշխարհում ավելի շատ են, քան թե մեր պետության ներսում, եւ իրենք բարեբախտաբար, թե չարեբախտաբար տիրապետում են աշխարհի գրեթե բոլոր լեզուներին։ Այնպես որ եթե պարոն նախարարին անհրաժեշտ է, որ հայերը տիրապետեն այլ լեզուների, ապա իր երազանքը արդեն վաղուց իրագործված է։ Խնդիրն այլ է, թե ինչպես այդ մարդիկ տիրապետեն վերջապես հայոց լեզվին եւ վերջապես վերադառնան Հայաստան։ Իսկ բացելով այստեղ օտար լեզու դպրոցներ, մենք փաստորեն ուզում ենք վերջնականապես են մնացած հայերին էլ մի ուղղությամբ տոմս տալ դեպի Լոս Անջելես, Մարսել, Մոսկվա եւ այլ քաղաքներ։ Պարոն Թարումյանի ասացի վերաբերյալ պարոն Աշոտյանն ասեց, միթե սփյուռքահայերը, որոնք ստացել են օտարալեզու կրթություն, պակաս հայրենասեր են, քան հայաստանաբնակ հայերը։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարը չգիտի, թե ինչ է սփյուռքը, չգիտի, թե սփյուռքը ինչ է մտածում այս հարցի մասին։ Սփյուռքահայության հայրենասեր զանգվածը տառապում է, որ ինքը չգիտի հայերեն այնպես, ինչպես գիտեն հայաստանաբնակ հայերը։ Դա համարում է դժբախտություն։ Սփյուռքահայության հայրենասեր զանգվածը, ինչպես նաև մենք բոլորս, գիտենք, թե ինչ բան է ձուլումը, ասիմիլյացիա հասկացությունը, որի փուլերից մեկը լեզվի կորուստն է, գլխավոր փուլն է գուցե։ Լեզուն հիմնական սահմանն է, լեզվի կորստից հետո մնացած ազգի, ազգապահպանիչ, այսպես ասենք, հատկանիշները հեշտությամբ իրար հետևից դոմինոյի սկզբունքով ընկնում են։ Այս ամեն ինչը բարձվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունում չգիտեն եւ չգիտեն նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունում չգիտեն, թե չգիտնալու են տալիս կամ այն կամ այս ամեն ավելի վատը նշանակում միտումնավոր քաղաքական ամեն դեպքում սա լինի սա միտումնավոր քաղաքականություն թե անտեղյակությունից եւ չիմացությունից դրդված քաղաքականություն արդյունքը նույնն է արդյունքը կործանարար է մեր պետականության համար ասվում են հայտարարություններ են արվում որոնք չեն կարող հաստատել ուղղակի փաստերին իրականությանը չհամապատասխանող բաներ ինչպես օրինակ ասվեց որ Գոհար Գասպարյանը ստացել է օտարալեզու կրթություն Գոհար Գասպարյանը ծնվել է Կահիրեում այցելել է տեղի եթե չեմ սխալվում Գալստյան վարժարանը ընդհանուր մինչև 12-13 տարեկան այնուհետև այո այցելել է ֆրանսիական քոլեջ բայց իր կրթությունը Գոհար Գասպարյանը ստացել է հայերենով իդեպ ասել թե Թամանյանը հայկական կրթություն չուներ Գոհար Գասպարյանը հայկական կրթություն չուներ այս ուրեմն Նժդեհը որ դարձյալ սուտ է եւ սխալ է Նժդեհը ստացել է հայկական կրթություն գնացել է ծխական դպրոց հայկական ուրեմն սա իրենց դժբախտությունն է սա մոտավորապես նույնն է եթե ասես մի ինչ որ տաղանդավոր հռչակավոր հանճարեղ մարդ զորավար չգիտեմ ով ոտք չուներ ասենք ադմիրալ Իսակը ոտք չունի հետո մարշալ Բաղրամյանն էլ ճաղատ էր հետո սա ասելու բան չէ եւ իրենք գիտակցել են իրենց այդ